Ողջունում եմ ձեզ ժողովուրդ, մենք նոր ձևաչափով, ոդկասթով, որովհետև ժամանակներն առաջ են գնում ու ձեզ ուզում ծանոթացնեմ մեր CPS ընկերության ամբասադորի հետ, Վահանի հետ, Վահանին ինձ թվում է տեսած կլինեք Instagram-յան ռիլերում ծանոթացնում է CPS-ի նորությունների հետ։ Ողջունում եմ բոլորին, ես Վահանն եմ, ինչպես Գևը ներկայացրեց։ Անկեղծ ապշած եմ, որովհետև ոչ մեկ չէր պատկերացնի մի 2 տարի առաջ, որ վառելիք ներմուծող կազմակերպությունը կամ վաճառող կազմակերպությունը կարող է ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ այս ձևաչափով ներկայանար։ Ժողովուրդ, մենք սկսել ենք նոր ֆորմատ, ոդկասթ, այսինքն խի ոդկասթ ու ժամանակներ առաջ է այդում ու մոտակա ժամանակահատվածները ավելի ակտուալ է ոդկասթը, քան ռիլերն ու սթորիները։ Ես ինքս մեքենայի մեջ CarPlay-ով ոդկասթով ռուսական հաղորդումներ եմ լսում ու ոնց որ եմեղ պետք է գիրք կարդայինք, հիմա լսելով սովորում ենք։ Ի սկզբանե թերթն է եղել, չէ՞, հետո եկել է ռադիոնա փոխարինը, հետո ռադիոին փոխարինեց TV-ին, TV-ին փոխարինեց համացանցը, հիմա էլ համացանցի մեջ ենք առաջ գնում, հա, համացանցով ի սկզբանե Facebook-ն էր, Instagram Reel-երը, TikTok, Story-ները, հիմա էլ ոդկասթն է ավելի ակտուալ ու մենք ոդկասթով ուզում ենք ծանոթացնենք CPS ընկերության հետ, թե որտեղից է սկսել CPS-ը, ինչ ծառայություններ է մատուցում, ոնց է գնում նորագույն ժամանակին ընդառաջ, որովհետև ժամանակները փոխվում են ու ձևաչափերն էլ են փոխվում, ոնց որ Վահանը ասեց 2 տարի առաջ ով կպատկերացներ որ CPS-ը ոդկասթ կաներ, ես ավելին կասեմ, ոնց կարելի էր պատկերացնել 2-3 տարի առաջ, որ ընդհանրապես բենզինալցականները կունենան hot dog, կունենան մարկետ, չէ՞ Վահան, ու էլ ինչեր ունեն, հələ կարաս ասես դու։ Իրա ավտոլուվածման կետերով, չգիտեմ, ինչ որ ձևաչափորն էին, որ պետքա փոխվի, ռեմոնտ արվի, լուսերով ամեն ինչով գովազդներ պատտվեն, ոչ մեկ չէր մտածի դրա մասին, մարդիկ մտածում էին բերենք, վառելիքը ներմուծենք, ծախենք մարդկանց վրա, փող աշխատենք ու այդքանով սահմանը փակվենք։ Բայց այս ամեն ինչը հանգեցրել է նրան, որ արդեն ոչ միայն բիզնեսով զբաղվելուց բացի, նաև մարդկանց բացատրում ենք ճիշտը որտեղից ինչ ենք անում, ոնց ենք ներմուծում, որտեղից է եկել մեր պատմությունը։ Այսօր բացի բիզնեսից, բացի փող աշխատելուց պետքա նաև կանաս քո հաճախորդներին, քեզ ընտրողներին նաև տաս էմոցիա, որովհետև այսօր էմոցիայի համար են մարդիկ օգտվում ծառայություններից, մեծ ծառայություններից հիմնականում օգտվում են էմոցիաների համար։ CPS-ը փորձում է տա այդ էմոցիաները, հենց մեր այս Իսակովի մասնաճյուղում կարա գա, համ մարկետից օգտվի, համ շատ որակով վառելիք լիցքավորի իր մեքենան, համ մեքենան անցկացնի, մեքենան կարա լվանա, համ կարա մեքենա առնի, կարա դայև մեքենա առնի, հա, այսինքն մենք սաղ միավորել ենք իրար ու ստեղծել ենք մի հատ նենց բան, որը որ այսօր ժողովուրդը պահանջում է, որովհետև այսօրվա ժամանակը այդ է պահանջում։ Բայց հիշում ես CPS-ի պատմությունը ոնց սկսվեց ամենասկզբից։ Հիշում եմ ոնց եկա ես ստեղ, որ իմ ավտոյի գործնությունը ծավալեի։ Դու դրա հետ ես Վահան, թե ընդհանուր CPS-ի պատմության հետ եմ։ Ոնց որ CPS-ը քո տարիքի է։ Հա, քո ժամանակներում ավելի լավ կհիշվի։ CPS-ը 1992 թվականից գործում է Հայաստանում ու արդեն 33 տարի է առաջատարն անկերության ու գնում է առաջ, այսինքն չի ասում մնացած ընկերություններ կան, չէ՞ որ օրինակ տենում են ինչ-որ նորարարություն է եկել, ասում է չէ, մենք սենց ենք աշխատել, սենց է պետք է աշխատենք, ախպեր, ես ինչ թազա բաներ է, չէ, տեսավ նորարարություն կա, գնաց դեպի առաջ, ավելի լավացրեց, վերափոխեց, այսինքն տեսավ այդ նորարարությունը, վեկալեց, ավելի լավացրեց ու մատուցեց իր Даже եթե չտեսնի էլ ինքը այդ նորարարությունը կմցնի մարդկանց մեջ։ Ես սիրում եմ տվյալ գործարարներին, ովքեր որ նորարարությունը տեսնում են, չեն ասում, վայ, ես ինչա, ֆու, բան, մենք սենց աշխատել, այս ինչ թազա բաներ, այս ինչ TikTok, այս ինչ Instagram, այս ինչ բան, չէ, բայց որ դու ընդունում ես դա ու կարում ես մի քիչ կաղապարը փոխես, յուրովի ներկայացնես, դա գովելի է։ Ու յուրաքանչյուր ընկերություններին ժողովուրդ, ընդունեք նորարարությունները։ Նորարարությունները կարող է դուք տարիքով, օրինակ հենց հիմա, օրինակ 55 տարեկան գործարարը հենց հիմա մեզ նայում ու ասում է, դե լավ, ես ինչ այս սերունդը ինչ գիտի նորարարությունը, բան, էս կոմ,
բայց էտա մի քանի տարի առաջ որ ավտոյի գործ էի անում, հա, նկարում էի ավտոներ ցույց էի տալի, ուրիշ մարդու ավտոն նկարում էի, վաճառում էի, մեջը օրինակ փող էի, հա, մնում էր ինձի, շատերը տենց լուրջ ընկերությունները կոստյումներով բոնով ասում էին, «Ոյ, էս ինչ անում»։ Էս մերը չի ասեն ինչ անում։ Նկարում է էլի, մենք ավտո ենք բերում ծախում բան, բայց այդ ոլորտի ու այդ ռիլերի շնորհիվ ես ունեցա հետևորդներ ավելի ու հասա այն նրան, ինչ այսօր ունեմ։ Ու հələ պատկերացրա յուրաքանչյուր մարդ, ես 0-ից հասա այս։ Հələ պատկերացրա մարդ, ով ունի 15 տարի կոմպանի, ինքը այտենց ինպես երանդով գար առաջ։ Ինքը արդեն ունի լիքը, ես չունեի ոչի բան, բայց ես գնացի առաջ։ Շատ լավ է, առավելի է, որ CPS-ը լինելով առաջատար ընկերություն, գնաց դեպի այս նորարարությունը ու ավելի ձևափոխեց։ Դե ժամանակով նորարարություն չէր կոչվում, այդ ռիսկ էր կոչվում։ Դե ռիսկը գործի կեսն է։ Եթե դու նայում ես շատերն անում են ու տվյալ անողների մոտից հաճախորդներ կան, հա, դու պետք է դա վերցնես մի հատ փորձես։ Բալբում պետք է ռիսկ անես։ Չասես, գիտես ինչ, չէ։ Պետք է չանենք։ Էսի մերը չի։ Պետք է անես։ Հետ գանք մեր խոսակցությանը, CPS-ը, ինչպես ասաց Գևորգը, 1992 թվականից արդեն Հայաստանում որպես վառելիք վաճառող կազմակերպություն է։ Սկզբնական վաճառքները լինում էր այն որ փողոցներում դրած վեդրոներով ամեն ինչով, օրինակ իրար փոխանցելով այդ տեսակետներ, հետո արդեն առաջ եկան նոր ապարատներ, դիսպենսերներ, իրանց որակն ու իրանց տված այդ մանրակրկիտ միլիլիտրաժները, այսինքն այն ճշտությունը, որ ունեն, մարդկանց կողմից գովելի է։ Ինչ ես մտածում այդ մասին։ Ես նկատել եմ Երևանի տարածքում կան CPS-ներ ու 35 հատը գիտեմ, որ օրիգինալ է ու կան դեռ ընկերություններ ու բենզալցականներ, որոնց վերևը լոգոյով գրած է CPS։ Ուրեմն ոնց է եղել, դրա պատմությունն էլ ասեմ, քանի որ CPS-ը ի սկզբանե մեծ ներկրող է եղել, շատ անհատներ ժամանակին գնել են մեծ քանակությամբ բենզին, հա, կամ վառելիք, ասենց ասեմ, ու վերավաճառել են։ Քանի որ ի սկզբանե գնել են CPS-ից, ոնց որ տենց գրել են CPS, որ ժողովուրդը քանի որ CPS-ն է եղել հայտնի, գրել են CPS, որ ժողովուրդը տեսնա իրենց մոտ CPS-ի բենզինը։ Մեր գյուղում բիշարուն դնեին ով իմանալ ինչը։ Մարդ ով բենզին է վաճառում Խաչմերուկին գյուղի ու գրածա վերևը sense փոքր գրածա CPS, հա։ Հիմա մենք վահան ֆիլտրում ենք, որ ժողովուրդը, որ տեսնի CPS ինչ որ միտեղ գնա օգտվի, որ իմանա ինքը 100% բարձրորակ վառելիքից է օգտվում։ Վան մենք իրականում ուրախ ենք, որ մեզանից մեծ քանակությամբ լիքը անհատներ հա ժամանակին բենզին են գնել կամ վառելիք են գնել ու գրել են իրանց հնարավորությունների չափով CPS, հա, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ այս պահին տվյալ անհատը բացի CPS-ից ուրիշ ընկերությունից կամ ուրիշ տեղից է բենզին վաճառում։ Գրածա վերևը CPS, ժողովուրդը գնում է, տեսնում է, որ դա CPS է, լցնում է, վստահում է մեզ, քեզ, քորիլերին, լցնում է, բայց ինքը չգիտի, որ այդ անհատը կարող է օրինակ տարվա մեջ 2-3 անգամ է գնել CPS-ի վառելիք։ Ես ճիշտ չեմ։ Դե մենք փորձում ենք գնանց անենք, որ մարդ երբ որ մտնում է բենզալցակայան, վստահությամբ լավ որակյալ վառելիքով եվրո ստանդարտներին համապատասխան վառելիքով դուրս գան տեղից լավ տրամադրությամբ։ Վան, ոնց սովորական քաղաքացին Հայաստանի Հանրապետության վստահում է քեզ, վստահում է ինձ, ասում ենք, որ եվրոպական ստանդարտների համապատասխան բարձրորակ վառելիք ունենք։ Ոնց համոզված լինի, որ դա օրիգինալ CPS է։ Մի հատ ասա։ Օրիգինալ CPS-ները վերջի 1 տարվա ընթացքում վերանորոգվել են։ Երևանում բոլորն են վերանորոգվել, իսկ մարզերում դեռ մասամբ կան լսակայաններ, որոնք մենակ ապարատներն են փոխվել կամ ընդհանուր վերանորոգված չեն։ Տարբերվում են իրենք իրենց սպիտակ գույնով ու կարմիր լուսներով, այսինքն երբ որ տեսնեք նոր ապարատներ, օրիգինալ CPS-ի լցակայանի ապարատները, որ բենզինը լիցքավորում են ձեր մեքենան, նայեք, վրան մեծ էկրան կա ու մեր գովազդներն է գնում, այսինքն իմ վահանի, մեր մեքենաներն է, դա օրիգինալ CPS-ը։ Իրականում Գևջան, Հայաստանում, Երևանում բոլոր CPS-ի լցակայանները, որոնք իրոք CPS են,
վերանորոգվել են։ Ու արդեն всё Երևանում սաղ ռեմոնտ արածա։ Սաղ ռեմոնտ արածա կոպիտ ասած։ Մարքետները կա։ Մարքետները կան մենակ 2 հասցեում, Սովակա Լիսակով 15 դրոպ 1, CPS-ի գլխավոր շենքի ներքևում, մեկ էլ Հալաբեն 67-ում։ Առաջին մարքետը որ բացվեց Հալաբեն 67-ում էր, շուտով կլինի նաև Իսակով 27 հասցեում եւ մնացած բոլորում էլ։ Միջև տարվա վերջ բոլոր 35 բենզալցականները մարքետ կունենան Վահան։ Չենք կարող խոստանալ, բայց փորձում ենք հնարավորինս անել, որ մարդկանց ավելի շատ գոհացնենք, որ օրինակ մասիվում ապրողը կարողանա օգտվել թե մարքետներից, թե հոդոգից, թե արջուկ ունենք նաև մարդիկ հետաքրքրված արջուկ ունենք, վայ ինձ սիրուն է գլխակով շորիկով։ Վան, ասացիր հոդոգ։ Հիմա ոնց որ ակտուալ է, ընկերուհի գնում են լցակայան, վերցնում են հոդոգ, սուրճ ու պատտվում են քաղաքով կամ կանգնում են ինչ-որ մի հատվածում զրուցում են ու ոնց որ դա դարել է մոդա։ Բոլոր լցակայաններում հիմնականում առաջարկում են հոդոգ։ CPS-ի հոդոգը ունի ռեգուլյար, պրեմիում, այսինքն բենզինի նման է։ Ռեգուլյարն ու պրեմիում սուրճն էլ ունենք արդեն։ Սուրճն էլ ռեգուլյար եւ պրեմիում։ Ուզում հասկանամ ռեգուլյարն ու պրեմիում հոդոգը ոնց են այս տարբերում, այսինքն ռեգուլյարը հավը, իսկ պրեմիումը խոզ։ Իսկ կոֆեն Վահան։ Կոֆեն էլ վառելիքի նման 92-ի մեջ ավելի քիչ է օկտանը, իսկ սուրճի մեջ ավելի քիչ է թնդությունը, իսկ պրեմիումը 95-ի մեջ ավելի բարձր է օկտանը, դրա համար ձևով պատասխանած նայ։ CPS ընկերությունը հանդիսանում է առաջատար ընկերություններից, բենզավոզը եկել է ու 92 թվականին ժամանակ դե գիտես բենզինը մի քիչ ճոխություն է եղել, մարդիկ մեքենա են ունեցել, գումար են ունեցել, բայց բենզին չի եղել։ Ու 92 թվականին բենզավոզ եկել է առաջի CPS-ի ներկրած կայարանի ավտոկայանում կանգնել է ու ժողովրդին բենզին է տվել ու ժողովուրդը արդեն իրանց առօրյա հոգսերը կարացել են աչից ցախ, ասենց էթանգան։ Վահան, վառելիք ինքը իրանով էներգիա է։ Էներգիան իր կողքը կարա հավաքի յուրաքանչյուր ոլորտ։ Մոտոսպորտ, ավտոսպորտ, մարդկա սպորտսմեն չի, մոտոիստ չի, ավտո սպորտի մասնագետ չի, բայց ունի մեքենա։ Մենք հորդորում ենք մեր բոլոր այս ոդկասթը դիտողներին ժամանակին օգտվել եք CPS-ից ու ինչ որ դադար եք տվել, չեք օգտվել, մեկ անգամ եւս նորից համեցեք մեզ մոտ, օգտվեք, իրեմ չափորոշիչներով համեցեք ու տեսեք, որ մեր վառելիքը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին ու մենք մեր ոդկասթներով միշտ ստեղ ենք նստած լինելու, պատրաստ ենք ընդունել ձեր բոլոր մեկնաբանությունները ու ուրախ կլինենք, որ 35 լցակայանում, եթե դուք տեսնեք թերություններ, մեզ ասեք, մենք ձեր շնորհիվ CPS ընկերությունը ել ավելի կլավացնենք։ Տենց է լինում, մենք չենք եկել հիմա ստե մենք գովում, չէ, 35 լցակայան ունենք Երևանում։ Հնարավոր է 1, 2 տեղ, 3 տեղ, 4 տեղ, 5 տեղ թերություններ տեսնեք։ Սիրով կընդունենք բոլոր ձեր նամակները, կարող եք թեկուզ այս ոդկասթի մեկնաբանություններում գրել կամ մեր Instagram-յան, TikTok-յան էջերին գրել եւ ուրախ կլինենք, որ համագործակցեք մեզ հետ, որ մենք ել ավելի լավացնենք մեր բրենդը, մեր ընկերությունը։ Արի թեման ծրեմ։ Որ մեքենան ես ավելի շատ նախընտրում, BMW-ն թե Mercedes-ը։ Երկուսն էլ։ Չէ, դե մեկը պետք է ընտրես։ Երկուսն եմ շատ սիրում։ Իրար հետ։ Հարցնում էր BMW սիրում թե Mercedes, զուտ նրա համար, որ մեր բրենդավորված մեքենաները համ BMW-ն են, համ Mercedes-ը։ Ոչ միայն դրա համար, բայց չբացառանք այն փաստը, որ BMW-ն ու Mercedes-ը երկրագնդով ստեղծեցին այն բանը, որ բոլորը կռիվ էին անում։ Առաջինը էմոցիաների վրա է, չէ՞ գնում։ Ահա։ Դրա համար ունենք տվյալ մեքենաները, չէ՞։ Ես ինքս հարցը էմոցիաներով հասկացա ու ես գնացի իմ կյանքի վրով։ Ես սիրում եմ Mercedes, քշում եմ Mercedes, այս պայն էլ Mercedes-ով եմ գնալու տուն, բայց ամիսը մեկ պետքա մի հատ BMW ռուլին նստեմ։ Կյանքն է տենց, բնությունը։ Բնությունից էլ վառելիք առաջանում։ Վահան ջան, որ ամուսնանաս կհասկանաս խեյ BMW սիրում։ Դե ինչ, կհանդիպենք։